Դեռևս անցած տարվա դեկտեմբերին համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդու ինքնությունը Օհանովի փողոցի բնակիչ էր, 29 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեի փողոցում ձերբակալվեց 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։ Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը, ավտոդետալներ, նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։ Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ավտոմեքենայից գողության մի դեպք էլ բացահայտել են համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։ Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 24-ին։ Նազարբեկյան թաղամասում կայանված Chevrolet Mach-Nishi ավտոմեքենայից գողացել էին առջևի թափարգելը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացավ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, ներկայացնելով գողոնը։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հունվարի 29-ին համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ, արտադրում եւ իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաեւ, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Նույն օրը ժամը 19:30-ին 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթեպատետ եւ 2 կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք եւ այն իրացնում Վանաձորի շուկայում։ Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ եւ հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին եւս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ եւ գործիքներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագարձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է։ Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոնք, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։
Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Օգտակար խորհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ Վարորդներին խորհուրդ է տրվում ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը, փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն։ Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել։ Ավելի լավ է փորձել փոստփորել արգելափակված անվի տակ եւ դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ սրահի գորգը։ Դա կօգնի բարելավել ձգողականությունը եւ հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին։ Հիշեք խորհուրդները եւ եղեք պաշտպանված։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։